Էկոնոմիկայի նախարարությունում ժամեր առաջ կրակոց է հնչել ըստ ոստիկանության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իր զենքից պատահական կրակել է, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, կրակոցից վիրավորվածը 21-ամյա երիտասարդ է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել հերթափոխի ընդունման հանձնման ժամանակ։ Տղան ձախ սրունքի առաջնային մակերեսի հրազենային վիրավորում է ստացել, նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցում ընդհարումից հետո կալանավորված, ապա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հայտնված դպրոցականի խափանման միջոցը փոխելու նամակին գլխավոր դատախազը կպատասխանի 30 օրվա ընթացքում։ Կալանավորված Դավիթ Մինասյանի ընկերներն են այսօր նամակ տարել գլխավոր դատախազություն, խնդրելով Աննա Վարդապետյանին մարդասիրություն դրսևորել ու փոխել առողջական ծանր վիճակում գտնվող տղայի խափանման միջոցը։ Դավիթի հիվանդասենյակը հսկում են ոստիկանները։ Բժիշկներից բացի նրան կարող են այցելել միայն փաստաբանները։ Դպրոցական տղան զրկված է մոր խնամքից։ Տեսակցությունները անգամ իր ծնողների համար արգելվում են եւ հեռախոսային կապը նաեւ նույնպես միայն փաստաբանները կարող են տեսակցել։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել է, թե դեռ ապրիլի 3-ին գրություն է ուղարկել Դավիթի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորության հարցը քննարկելու համար։ ՄԻՊ-ի հայտարարությունից հասկանում ենք, որ պատասխան դեռ չեն ստացել։ Իդեպ այսօր Դավիթին տեղափոխել են հիվանդասենյակ, չնայած տղան դեռ իրեն լավ չի զգում։ Գլուխը բարձից չի կարողանում բարձրացնել, թույլ է, ուժեղ գլխապտույտ ունի, հայտնել է փաստաբանը։ Հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը։ Բանակից գումարով ազատվելու ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին դեմ են թիմակիցները։ Այսօր խորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո Սարգսյանը հայտարարել է, որ նախագիծը տապալվել է ըստ էության Անդրանիկ Քոչարյանի մեղավորությամբ։ Անընդունելի է դա։ Չի կարա տենց բան լինի, որ դու մարդու հետ անձնական խնդիր ունենաս, քո պետության համար կարևորագույն նախագիծը տապալես, դու ասես տեսար Սարգսյանին տապալեցի։ Գլուխ գովաս, ասես տապալեցի, չկարացավ անի։ Չես ասում, որ դու տալիս ես քո բանակի աշկն ես հանում։ Քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է։ Քո զորքի թիվը 44000-ից 14 տարում, իջել է 14000։ Ասում եմ եկեք միջոց ձեռնարկենք։ Ասում են բանը։ Մեկ խոսում ես Սարգսյան Հայկը բանը, իրա PR-ի համար անում։ Միշտ եմ իմ PR-ի համար անում։ Անդրանիկ Քոչարյանը մտածածին է անվանել թիմակցի ներկայացրածը։ Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զորտա։ Հանձնաժողովի նիստի ժամանակ Սարգսյանի ու Քոչարյանի հարաբերությունները լարված էին։ ԿՊԱ-ական պատգամավորը նաև իր խոսքում ակնարկել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին, որի հետ նույնպես հեռակա վեճ ունի Հայկ Սարգսյանը։ Իրանց նախկին կանանց կամ զոնքաշների կայքերով Զարգաստան ասենք Սարգսյան Հայկը դուս եկել բանի դեպ, կառավարության դեմ կամ վարչապետի դեմ։ Բանակում զինվորների կենցաղային պայմանները լավացնելու մասին Հայկ Սարգսյանի առաջարկները նույնպես մերժել են թիմակիցները։ ԿՊԱ-ական պատգամավորը մի քանի սկանդալային մանրամասներ է հրապարակել այդ քննարկումներից։ 2 տարի խնդրում եմ պաշտպանության նախարարին։ Ասում եմ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում։ Հնարավորություն ստեղծենք თუ ամեն օր լողանա։ Ինչի՞ց է խնդիրը ծագի։ 24 թվականի պատգամավորներից մեկը փակ մեր հանդիպման ժամանակ հարց տվեց թոքաբարբով զոհ ենք ունեցել։ Մահվան դեպք ենք ունեցել բանակում, որ սառաջերով հավանաբար լողացել է։ Դե ասես մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկը բազմաթիվ բանակներում տենց է։ Ուսումնասիրեմ տասնյակ բանակների փորձը։ Բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են։ Հայաստանում աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած երկրներում որ շաբաթը մեկ են լողանում։ Ասել եմ լրացուցիչ սաղ չի, սա առաջարկեմ, ասել եմ խնդրում եմ ստեղծենք հնարավորություն մեզ զորքը ամեն օր լողանա։ Դե 2 տարի անցել է նույն վիճակն է։ Հա հիմա ունենք որոշ տեղեր, նոր կառուցված տեղեր, բայց փոքր տոկոսակազմով որ զորքը կարող է ամեն օր լողանա, բայց մեծամասամբ մեր տղեկը շաբաթը մեկ են լողանում։ Դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմը շաբաթը մեկ լողանա։ Դե թող ուրեմն միջև այդ խնդիրը չլուծեն, իրանք շաբաթը մի անգամ լողանան։ Տենամ կարան։ Հայկ Սարգսյանը չի կարծում, թե իր հայտարարություններով դուրս է գալիս թիմակիցների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի դեմ, ու մանդատից զրկվելու, քրեական հետապնդման ենթարկվելու մտավախություններ չունի։ Չի կարող հարուցվի, այսինքն պետք է լինի հնարովի գործ։ Իսկ մեր պետությունում հեղափոխությունից հետո չի կարող։ Ես ամեն դեպքում հույս ունեմ, որ նման բան չի կարող լինի։ Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ, հարցրել են մարդիկ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին մարզային հանդիպումներից մեկի ժամանակ, պատմում է Նարեկ Կարապետյանը։ Աշտարակ կատարած այցելությունների ժամանակ մեզ հարց ուղղվեց, թե ինչ արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ։
հենց այս հարցի բարձրացումը արդեն ցույց է տալիս, որ մենք սխալ ենք։ Որ մենք սխալվել ենք, որ չենք պատմել, չենք ներկայացրել, թե ինչ արեց Սամվել Կարապետյանը Հայաստանի պաշտպանության համար 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նարեկ Կարապետյանը սակայն չի շտապում ինքն ասել, թե ինչ է արել ազգային բարերարը բանակի մեր պաշտպանության համար 44-օրյա պատերազմի օրերին։ Ուզում է, որ այդ մասին խոսի օրինակ այդ ժամանակվա Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Որպեսզի արդարացի մեր հասարակությունը իմանա, ես մի հատ հարց եմ ուզում տալ։ Կարող ենք դիմել այն ժամանակվա Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ ասել. կա արդյոք անհատ, որ ավելի շատ աջակցություն է տվել Հայաստանի պաշտպանությանը, քան Սամվել Կարապետյանը։ Կա անհատ ավելի, որ ավելի շատ օգնություն է տվել հայկական պաշտպանական համակարգերին եւ Հայաստանի պետությանը 44-օրյա պատերազմի ժամանակ, քան Սամվել Կարապետյանը։ Սա կարևոր է մեր հասարակության համար, որ իմանանք։ Արթուր Դավթյանը նվաճել է Կահիրեում ընթացող 2026 թվականի գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթը։ Հայ մարմնամարզիկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ցածկահարթակում 14666 միավորով։ Այսպիսով Հայաստանը Կահիրեում կայացած աշխարհի գավաթը ավարտել է 3 մեդալով, 2 ոսկե եւ 1 արծաթե։ 3 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նժույգ ձիու վրա, իսկ Արթուր Ավետիսյանը օղակների վրա։ Իրանը Պակիստանի միջոցով պաշտոնական պատասխան է ուղարկել Միացյալ Նահանգներին, վերջնականապես մերժելով ժամանակավոր հրադադարի առաջարկը։ Թեհրանը պահանջում է մշտական զինադադար եւ ներկայացրել է տարածաշրջանում պատերազմի դադարեցման սեփական 10 կետից բաղկացած ծրագիրը։ Իրանական կողմի պայմանները ներառում են պատժամիջոցների վերացում, վերականգնման աջակցություն եւ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր կանոնակարգի սահմանում։ Ներքին ճակատում իրավիճակը նույնպես սրվել է Արևմտյան Ադրբեջան նահանգում Իրանի ուժայինները ձերբակալել են 17 անձի։ Նրանց կասկածում են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ համագործակցության եւ ռազմական նշանակության գաղտնի տվյալներ փոխանցելու համար։ Այս գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ Իրանը փորձում է ամրապնդել դիրքերը բանակցություններում, զուգահեռաբար ճնշելով հնարավոր ներքին սպառնալիքները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի ընդդիմադիր խմբերին ու ցուցարարներին զինելու մասին։ Թրամփի պնդմամբ Վաշինգտոնը զենք է ուղարկել հատկապես քրդական խմբավորումներին, Իրանի վարչակարգը տապալելու նպատակով։ Ի հակադրություն այս հայտարարությանը իրանական քրդական կազմակերպությունները կտրականապես հերքել են ամերիկյան աջակցություն ստանալու փաստը։ Բողոքի ցույցերի ճնշումների ընթացքում Թեհրանում եւ այլ քաղաքներում հազարավոր մարդիկ են սպանվել։ Փորձագետները կասկածանքով են մոտենում նախագահի խոսքերի հավաստիությանը, մատնանշելով նրա իրարամերժ եւ փոփոխական դիրքորոշումները։ Նման պնդումները Թեհրանին հնարավորություն են տվել ներքին անկարգությունները ներկայացնել որպես բացառապես արտաքին միջամտության հետևանք։ Իսրայելական բանակը հարվածել է Իրանի Բուշեհր քաղաքում գտնվող ռազմաբազային։ Իսրայելի պաշտպանության բանակի Գոլանի բրիգադը շարունակում է թիրախային ցամաքային գործողությունները հարավային Լիբանանում։ Ըստ պաշտոնական տվյալի, իսրայելցի զինվորականներն արդեն ոչնչացրել են իրենց խոսքով ահաբեկչական ենթակառուցվածքի ավելի քան 300 օբյեկտ։ Ռազմական գործողություններին զուգահեռ հարձակումներ են եղել նաև Իսրայելի տարածքում։ Պետախ Տիկվա քաղաքի բնակելի համալիրներից մեկին իրանական կողմը հարվածել է կասետային մարտագլխիկով։ Երկրի հարավում գտնվող Էյլատ քաղաքում Եմենի զինված ուժերի իրականացրած հարվածից հետո ծխի թանձր սյուներ են բարձրացել։